Շնորհակալություն, խնդիրը, որը որ քննարկվում էր, շատ կարևոր է, ու նաև որպես առաջարկություն, քանի որ համատիրություն, բնակիչներ հարաբերության արդյունքում ամենաշատ տուժվում է բնակիչը, իմ առաջարկությունը, որ քաղաքապետարանն ուներ իր գործառույթը, այս պարագայում իմ առաջարկությունն հետևյալն է, որ շենքի այդ կրնի կաբելային հեռուստաընկերությունը, էլեկտրոցանցը, գազը, այդ շենքի սեփականությունից, որ օգտվում են, անցկացնում են վարձակալության գումար վճարեն։ Իմ առաջարկությունը հետևյալն է, որ գույքարկը, որ այդքան թանկացել է, գույքարկի թանկացումից մի որոշակի փոքր գումար հատկացվի, որ շենքի տակի կողմատար համակարգերը սարքվի։ Իրավական առումով կարող ենք ասել, մեր այդ կապ չունի, գցենք, անցնենք, գնանք առաջ, բայց դա նորմալ չի ու արդար չի այս պարագայում։ Նմանատիպ ծրագրեր պետք են, այո, պետք են, հրատապ չէ, առաջնահերթ է։ Երևանն արդեն դարձել է ծաղրի առարկա, որ ամեն անձևից հետո լճեր են գոյանում, ու ամենաշատն է դրա մասին ես եմ խոսում։ Բայց հիմա մի քիչ ուզում եմ, քանի որ ԿՊ-ականներին շատ են ուրախացնում, ժողովուրդ, ուզում եմ մի հատ ուրախ պատմություն պատմեմ։ Պարոն Փամբուխյան, ես առաջարկել էի ձեզ գնանք քայլենք, բայց եկեք ու տեսեք, որ գնալ քայլելու ժամանակ, ասում է, հրապարակ եկան, ասում է, ԿՊ-ական Իսկանդերները, եկան գեղի ջոջերը, երկար բարակ պոչերը, ժողովուրդ ջան։ Ուրեմն ին վրա եկել էին Դուբայի ջեման, ջեմուլը, նույն ինքը եկեղեցու հետ շրջիկ այդ խմբի անդամը, իրա մասին էլի կանրադառնամ։ Ին վրա եկել էր մի կին, ով ասեց աբարանցի անժոն եմ, թե ինչ կապ ունի աբարանցի անժոն քաղաքի խնդիրների հետ, չգիտեմ։ Հաջորդը եկել էր Լիլյան, մեկնաբանությունների մեջ գրում էին ոստիկան տիկոն երկու կռուկ ֆրաց, թե որտե չգիտեմ, նույն ինքը։ Հաջորդը եկել էր ին վրա Ժաննան, չկարողացա հասկանալ, բան, հանցավոր վստահությամբ ԿՊ-ական Ժաննան, որն ասում են նորագավիթից է, մեկնաբանությունների մեջ, նույն այդ խմբի, այդ շրջիկ խմբի մեջ էր ինքը, այսինքն սպայն, որ երևա, ժողովուրդ ջան, նաև Դուբայի ջեմային մի հատ ցույց տամ, որ երևա ավելի լավ, ԿՊ-ական ծանր արտիլերիան, ով պնդում էր, որ Գանձասարը թուրքական է, ով պնդում էր, որ Ղազաչեցոց ադրբեջանական է, այդ կատեգորիան էր, բայց մի պարոն Ավինյան, մի հատ ուրիշ հարցնամ, Թաղապետարանի աշխատողները, ես պարոն Փամբուխյանի հետ այդ իրավունքը ունեմ, որպես ավականին ավական, ասեմ, եկեք պտտվենք վիդեոները դնեմ, որտեղ ինչ եք խոստվել ու ժողովրդին խաբե չեք ասել։ Թաղապետարանի աշխատողները, որի օր դեպքն է, ինչ գործ ունեին աշխատանքային ժամին այդտեղ։ Ես հետո եկան Լազոն, Գազոն ու Կռլեն։ Լազոն, Թաղապետի տեղակալը, ով մի շաբաթ առաջ էլ, երբ որ Նիկոլ Փաշինյանը գալիս էր Մալացիա, ներկայանում էր շարքային քաղաքացի, խնդրում էր այդ ձեր դոշի քարտեզից ու ասում էր ուզում եմ գրկել ձեզ։ Ես ինչ ֆենոմենալ կռուկ ունեք։ Ավելացնեմ, քիշեք, երբ որ Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսյանի դեմ թեկնածություններ դրել, կանայք, որ եկել ջուր էին շփում ու վռնդում էին Մալացիայից։ Մի մասն էլ այդ կանայք էին։ Մի մասն էլ այդ կանայք էին եկել։ Ես եկել էի քաղաքացիներ, այդ համայնքի բնակիչ քաղաքացիներ, ով էլ խնդիր ունեն, գալու էին շատ կուլտուրական, պարոն Փամբուխյան, ասեն ստեղ մեր բակում խոսք եք տվել, օրինակ Թաղապետարանի կողքի բակում, այգի չեք սարքել, այ թաղամասում, եկեք կանգնել եք, Տիգրան Ավինյանը ռուպերը ձեռքը կայնը խոսացել է, չի արել, հարցը ոնց է լինում։ Այդ ձեր Թաղապետի տեղակալը, որ սենց ժամերին զվռնելու փոխարեն մտներ 40-ամյակի այգին, տեսներ խայտարակ ձևի են սարքում, թուքում ուր աներ շինարին, աշկից լույսը կլներ։ Երբ որ 95 մանկապարտեզ դուր ասում եք անում ենք կիսա չեն թողում, պարոն Ավինյան, 95 մանկապարտեզը հանձնել եք շահագործման, եկեք գնանք մտեք պատվալը նայեք, որ չեք մաքրել։ Այդ որ կանալիզացիան լցվել է պատվալը չեք մաքրել, բայց այդ երեխեքին ասում եք գնացեք մտեք այդտեղ։ Եկեք գնանք։ Մարդ չկա, մենակ ես, էլի կարող եք այս ձեր արտիլերիային բերել։ Էլի այս կնոջը կարող եք բերել, ում համար, նորից եմ կրկնում, Գանձասարը ադրբեջանական էր։ Այս կինը, Դուբայի ջեմուլը Ուզեմ հասկանամ, Մալացիա մարդ չկար ժողովուրդ թաղի բնակիչներից։ Սկզբից եկան Լևոն Լևոնյանն ասեց ճանաչում ես, սկզբից նայեցին մեր թաղի բնակիչներն։ Հələ մնացածին չանդրադառնամ, եթերով անդրադարձել եմ, մի կրուգ է չանդրադարձնամ ովքեր էին եղել իրան։ Չեմ անդրադառնում այդ թեմային։ Չեմ անդրադառնում, բայց էս նորմալ է ժողովուրդ։ Չէ նորմալ է, ու այն էլ հերիք չի, այդ բեմադրող ռեժիսորը շատ վատն է։ Երբ գալիս ճորիցս քաշքշում էին, ասում էին հերո գնաց
տնից, մեկը գորմեր միլիցիա։ Շնորհակալ ձեր ոճը, շնորհավորում եմ։ 95 մանկապարտեզը պահանջում է որ գնաք նայեք։